Բարև ձեզ, հարգելի հետևորդներ, կրկին էկոնոմիկսն է։ Այսօր խոսելու ենք արտահանման խնդիրների մասին, որը բավականին արդի թեմա է, հաշվի առնելով նաև ստեղծված իրողությունները, արտահանման հետ կապված որոշակի խնդիրները, ինչպես նաև պարբերաբար ամռան ամիսների ընթացքում ունեն մենք նաև լոգիստիկայի հետ կապված տարբեր հարցեր եւ այլն։ Այս թեմայով խոսելու ենք Made by Armenians ընկերության հիմնադիր նախագահ պարոն Մարությանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մարության, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ, պարոն Փարսյան։ Պարոն Մարության, սիրով։ Պարոն Մարության, ձեր կազմակերպության հիմնադրման նպատակը որն է եւ ինչ խնդիրներ եք փորձում լուծել բիզնեսի համար։ Երևի ես սենց ասեմ, ես մոտ մի 8 տարի լինելով Export Armenia ՀԿ-ի համահիմնադիրներից մոտ 8 տարի արդեն շփվել ենք նման խնդիրների հետ, մեր առաջարկներով, բանով բավականին արել ենք, շատ լավ թիմ է, շատ հանդիպումներ ենք ունեցել պետական հասարակական մակարդակով եւ հիմա մոտ մի 3 տարի արդեն ստեղծել եմ Made by Armenians հասարակական կազմակերպությունը, որ ունի բազմաթիվ ուղղություններ, որոնցից մեկը օրինակ ավելի կարևորներից դա սահմանապահ գյուղերի աջակցելն է, որը ինչ որ բաներ ստացվավ, Փարքաստո Բաղանիսում։ Սկսեցին աշխատել հավաքման կետը, սկսեց աշխատել անվճար ծրագրավորողներ, ստացանք բավականին դպրոցից մեծ աշխատանքներ, այո, բանը երիտասարդները Երևանից կամավոր անվճար համաձայնվեցին դա մի տարի անցկացնել դասեր Բաղանիսի շրջանավարտների հետ on-line ծրագրավորներ 8 հոգի դարձան ծրագրավորող օրինակ, հա։ Այնտեղ մեր Վարդենիկից Արտուշ Խաչատրյան հավաքման արտադրամաս բացեց, խոտաբույսերի եւ ասենք մնացած այդ բաների, հա, օրս եւ այլ, որը արդեն սկսեց աշխատել նաեւ սառնանային տնտեսություն։ Ուղղություններից մեկը, որ արդեն մեր թեյագործները, օրինակ Վարդան Հարությունյան Թեյանովան, սկսեցին հենց իրանցը պատվերները տալ կլինի ավելու, կլինի օրս եւ այլ։ Շարունակությունը հավաքման կենտրոնին։ Հա, հավաքման կենտրոնին եւ մերոնցն էլ այդ նույն թիմի մեջ գտնվող անդամները, թեյագործները, բաներ, սկսեցին հենց իրանցից գնումներ կատարել, այսինքն ինչ որ բան ստացվա։ Համայնքա ձևավորվում։ Հա, դա բավականին այնտեղ գյուղերը հավաքում են, ընդ որում տարբեր խոտաբույսեր։ Մեկն էր, որ երեխեքին մոտ մի 15 երեխա տարանք Կաբուլեցի անցած տարի անվճար, այտենց 7 օր մնացին։ Մի խոսքով սա էլի առաջնահերթ հիմնական ուղղություններից է հիմա էլ, բայց ավելի հզոր ուղղությունը համարել ենք արտահանումը հատկապես հիմա։ Դա որտեղից սկսվեց, ուրեմն երևի Ղազախստանից միայն մասնակցում էր Արեգի ֆիրման 2-3 ցուցահանդեսների եւ Արեգի կոմերցիոն տնօրենը Հրանտ Շահումյան առաջարկեց թիմի մեջ է միջազգային մեր ՀԿ-ի մեջ է կապերի ղեկավարն է։ Առաջարկեց մենք էլ մասնակցենք, ֆորմատը նայեցինք, բան շատ հետաքրքիր ունիկալ էր։ Իդեպ ասեմ, որ մոտ 20 երկրներում մասնակցել եմ միջազգային մոտ 30 ցուցահանդեսների եւ այդ փորձը 6-7 տարվա արդեն սկսած Սաուդյան Արաբիա, Էրբիլ եւ այլ, Եվրոպա, Շանհայ, մի խոսքով։ Բավականին փորձ ունեմ անձնական, ֆիլտրել եմ, թե որ մի ֆորմատը ավելի արդյունավետ է բանի համար, արտահանման համար եւ այս մի ֆորմատը դուրներս եկավ, տարանք 15 ֆիրմա, բավականին ուժեղ ֆիրմաներ Իջևան, Աթենք եւ այլ, որից 8-ը սկսեցին աշխատել հենց։ Այսինքն այդ արդյունավետությունը բավականին բարձր ստացվեց, սովորական եւ արդեն այն ուժեղները Սմելով անման Արեգիվան սկսեցին աշխատել հիմա։ Դա հիմք տվեց, որ գտնենք, որ այդ ֆորմատը աշխատող է եւ կազմակերպեցինք մի քիչ իհարկե ռիսկը կար Բուլղարիայում, Բուրգաս քաղաքում հայկական ապրանքների ծառայությունների ցուցահանդես։ Հայկական կողմից ուրեմն կազմակերպիչը Made by Armenians ՀԿ-ներ, բուլղարական կողմից Բուրգասի քաղաքապետարանը, առևտրի պալատը եւ այլն, ինչ որ գնացի եկա հանդիպումներ ունեցանք, ազատ տնտեսական գոտում պահեստներ գրանցեցինք օպերատոր եւ մոտ մի 40 բրենդ ներկայացավ։ Այդ թվում բացի սննդամթերքից ներկայացավ Իդեալը շինարարական կոմֆորտը, Փուլմանը հյուրանոցային ոսկին
հայկական ոսկերչական իրերը, բայց դա հիմնականում բնականաբար խմիչքներ եւ սննդամթերքը իրականացրեցիք այդ միջոցառման կազմակերպչական մասը։ Ընդ որում սա էլ ինչի այդտենց բան արեցինք, դա նաեւ գնային բաններ, բաղադրիչներ, ուրեմն 1250 եվրոներ կազմում մասնակցի, դրա մեջ ներառված էր ինքնաթիռի ավիատոմսը, հյուրանոցը, ճաշերը, տաղավարը, տեղափոխությունները, այսինքն այն բանով ենք այդ գնոմի չեն կարող հանգստանալ Բուլղարիայում։ Հաստատ եւ 52 հոգի ստացան միանգամից բանը վիզաներ։ Այսինքն վիզայի հարցն էլ 3 օրում լուծեցինք։ Դա տվեց արդեն ինչ որ բնական է արդյունավետությունը իհարկե մի քիչ այն չէր ինչի ես էի սպասում, անկեղծ ասած, բայց բանը երկրորդ տարբերակով մոտ 6 երկրից գնորդներ էի հրավիրել։ Եվ ասենք եթե Բուլղարիայի ներկայությունը մի քիչ թույլ էր, անկեղծ ասած, որը մի քիչ էլ իմ մեղքն էր, հա, չնայած ասենք արտակարգ աշխատեցին եւ դեսպանը Ծովինարը Համբարձումյան, ելի օգնեց Ռումինիայի դեսպանը Տիգրանը Գալստյան հանդիպումներ ունեցանք մինչեւ ցուցահանդեսը բանը, հանդիպումներ ունեցանք իրանց Մաքսային, հա, վարչության պետի հետ, սննդի անվտանգության կոնսուլտացիաներ արեցինք, բան որպեսզի այդտեղ ճիշտ բացատրենք։ Մասնակցեց նաև Artfish օրինակ սև եւ կարմիր խավիարով եւ խմիչքները մի խոսքով սուջուխ բան ամեն ինչ էր բան։ Արդյունքները միջին էին, բայց բոլոր դեպքերում հիմա դրանից հետո արդեն Ռումինիան եկավ Հայաստան հանդիպում արավ, Իտալիայում ստացվավ Ինարենի պայմանագրեր կնքել է Իտալիա, Հունաստան, բանը Մերձբալթյան երկրներից հյուրերը արդեն պայմանագրեր կնքել, այսինքն ինքը իմ համար ասենք բանը չափանիշ է, էլի որ բայց դա ասենք մեր ստանդարտ ցուցահանդեսի նկատմամբ 3 անգամ արդյունավետ է, ինչի որ կազմակերպվել է մինչև հիմա։ Կարող ենք արձանագրել, որ Բուլղարիայի ձեր այդ ցուցահանդեսից հետո մի քանի խոշոր համագործակցություններ են սկսել, հա։ Այո, արդեն սկսվել են։ Այո, որոնք ներկայումս շարունակվում են եւ այդ համագործակցությունները շատ կարեւոր են Հայաստանի արտահանման դիվերսիֆիկացման համար, մենք բազմից ես խոսում ենք շուկայի դիվերսիֆիկացման, լայնման փոփոխության մասին, բայց պետք է այսպես փոքր քայլերով գնանք առաջ, բնականաբար ոչ մեկ չի ենթադրում, որ մի անգամից մենք եվրոպական շուկայի 30%-ը վերցնելու ենք, ոչ այդքան կարողություն ունենք, ոչ այդքան մեծ հնարավորություններ կան, բայց ամեն դեպքում այսպես մեկ ծաղիկով, այսպես ասած, գնում ենք առաջ, մինչև մեր գարունը կգա եւ այդ ասա բավականին լուրջ արդյունքներ կունենանք։ Իրավիճակը վերջի շրջանում, պարոն Մարության, կտրուկ փոխվեց, երբ որ ռուսական կողմը սահմանափակեց մեր գյուղմթերքի խմիչքեղենի, նաեւ որոշ մասի ծաղիկի արտահանումը։ Եվ հիմա մեր տնտեսվարողների շատերը կանգնած են փաստի առջև գտնել նոր արտահանման շուկա, որպեսզի թվերով ֆիքսենք, որ գյուղմթերքի ավելի քան 90%-ը մենք արտահանենք Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական թվերով, կոնյակի դարձյալ 90 եւ ավել տոկոս եւ այլն։ Ինչպես եք տեսնում այս խնդիրը դուք եւ ինչպես կարող ենք նախ նվազեցնել կորուստները եւ հետո հաղթահարել այս խնդիրը։ Ասեմ ձեզ, ուրեմն սկսած 22-23 թվականից այս հարցը, որ պետք է անպայման մենք ունենանք հատուկ արտահանման գործակալություն, կառույց ավելի ճիշտ դա կլինի։ Ես դիմել եմ եւ վարչապետին եւ գից կառույցներ ստեղծելու եւ օրինակները օրինակ կան դա նույն Ռեսնա ռոսիյսկի էքսպորտ ցենտրը, որը Հայաստանում էլ գիտեք ունի բան, այսինքն տեսեք ինչ աստիճանի է դրած արտահանման կարեւորությունը երկրների, նույն Չինաստանը ստեղ ունին, մի խոսքով, այսինքն այն աստիճանի է կարծես թե զինվորին հավասար խնդիր է դրված արտահանմանը, այսինքն տեսեք Ինձ քանի անգամ Սարատովան հրավիրել են արդեն իրանց նահանգապետերը, օրինակի համար, հա, գնացել են խմբով, լրիվ ծախսեր իրանց վրա ամիավտոմս եւ այլ, պետությունը վերցրել ցույց է տվել բանը։ Հետո իրանք են գալիս այստեղ պետության հաշվին։ Այստեղ գալիս են հանդիպումներին հրավիրում գնում մասնակցում են, հա, հայկական կազմում։ Դրանից հետո նորից ֆիդբեքով նորից իրանք դեմ ինչ նորություն ունենք, ինչով օգնենք։ Այսինքն ինչ սովորական բան ասեցի, կարևորության աստիճանը։ Եվ նույն կառույցը նմանատիպ, դա մեկ պատոհան ունի, Վրաստան ունի, Ադրբեջանը ուսումնասիրել ենք բաները, Եվրոպան է բավականին մեզ օգնե, IITC կազմակերպություն կա, International Trade Center, որոնք ստեղծել են help desk-երը բաները Եվրոմիության կողմից այդ բանի ծրագրերին, հա, 5 երկրի համար, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի
Հիմա այստեղ հարցը որն է, որ կան այդ բաները, այդ գործիքները ստեղծել է, այսինքն ինչքան ապրանքա գնում, ուրա գնում, տվել են քեզ Հայաստանից ինչքան է գնում կամ այն երկիր քո ապրանքից ինչքան գնում, ավելի վերջը, ովքեր են գնորդները նաև։ Այսինքն ես իմ առաջարկների մեջ դա էր մտած, որ ստեղծեն կառույց, պարտադիր, որպեսզի այս լրիվ ուղղությունները քանի որ կան, դրանցով զբաղվենք, բաժանենք ենթադրենք մի քանի, հա, ոնց որ տարածքների, սենց է երկրներ հավաքենք մի բանի մեջ եւ սկսենք աշխատել այն երկրները։ Հիմա դրա փորձը կա։ Ցավոք չհասցրեցին այդ կառույցը ստեղծել եւ էլի մնաց էկոնոմիկայի նախարարության մեջ, որ բանի, սենց ասած, բաժնի երևի մակարդակով, ցավոք ունեցանք լավ արդյունքներ, ասենք, երբ որ կային լավ, սակայն դա լրիվ ուրիշ հզոր կառույց պետք է լինի, որի մեջ պետք է իմ առաջարկում գրված լինեին բոլոր գոնե փոխնախարարները օպերատիվ լուծումների համար, պետք է եկամուտներ կլինի, բանկ կենտրոնական բանկը, որոնք արագ, որովհետև ամեն վայրկյան աշխարհում ամեն ինչը փոխվում են գործընկերները, փոխվում են ճանապարհները, լոգիստիկան, մի խոսքով բացարձակ ամեն ինչը դառնում է։ Սաուդյան Արաբիան 5 տարի առաջ, 4 տարի առաջ չէինք մտածում, բայց ես գնացել եմ Սաուդյան Արաբիա, իրանց աշկերը փայլում է, եթե իմանում են հայ գործընկերներ չէ, կարող է աշխատեն։ Նույնձև Իրաքն է, ասենք, Քրդստանը, նույնձև, այսինքն կան Հնդկաստանը, կան այն երկրները, որոնք շատ կուզեն աշխատել, նույնը Բուլղարիան, նույնը երեկվա բանը ասեմ, հա, ձկներ հետ կապված, բավականին լավ ձկնաբուծարան կար, այսօր խնդիր է, չէ, ասենք, հա, ձկան ընկերներից մեկը ստեղ էր Մոլդավիայում հայկական համայնքի ղեկավարը Կարենը Հովհաննիսյան, ասենք, ասի մի հատ փորձի երեքով հանդիպում էի կազմակերպել, զանգեց ամենախոշոր, ասենք, ձկնային ցանց ունեցողին, որի սենց ասեմ, իր հարևանն էր, ամենահարուստներից, զանգեց այս մարդը ուրախությունից, որ ասում եմ, ես ղեկավարել եմ Մոլդավիայի շինարարական ջոկատը երկրաշարժի ժամանակ, 1000 հոգյանոց, ես շատ եմ սիրում, սպասում, այսինքն պոտենցիալը, ինչ է Medbay Armenians նաև հայերի կողմից ստեղծված, ես հավատում եմ, որ աշխարհի հայերով շատ հնարավոր է, որ ոչ մի խնդիրի առաջ չկանգնենք, ուղղակի հարկավոր է բոլորին պոտենցիալը ճիշտ օգտագործել։ Հիմա նորից այդ կարծիքերում այսօրվա դրությամբ հարկավոր է ստեղծել օպերատիվ շտաբ, մի քիչ տարիքովները նման կեիշեն, դա 90 քանի թվականին ստեղծվավ օպերատիվ շտաբ, որը կոորդինացնում էր Թուրքմենիայի գազի հետ հայկական ապրանքներ, բայց դա աշխատում 24 ժամ։ Ես էլ ինչ-որ բաների մասնակցել եմ այդ ժամանակ, ինչ եմ ուզում ասեմ, նույն շտաբը այսօր պետք է, ոչ մի խնդիր չկա, այսօրվա հնարավորությունները շատ են, այսօրվա քաղաքական իրավիճակը մի քիչ ավելի լավ է, համեմատաբար, քան անցած տարի, նախանցած տարի, այսինքն հարկավոր է լրիվ օգտագործել ռեսուրսները։ Եվ ռեսուրսները, եթե օպերատիվ շտաբ ստեղծվի եւ այդ ռեսուրսները բոլորը օգտագործվի, ուրեմն ես առաջարկներն ասեմ, ինչ էի առաջարկել, որը նաեւ Եվրոմիության ղեկավարի հետ դեսպանի հետ հանդիպման ժամանակ ասեցի մի 10 օր առաջ։ Առաջինը շտաբ հուլիսին կազմակերպել հայկական ապրանքների ցուցահանդես արտադրանքի, հատկապես որ ընկել է այս սանկցիաների տակ, եւ հրավիրել դեսպանների Հայաստանում կազմակերպել։ Հայաստանում, Երևանում, դեսպանների, Եվրոմիության դեսպանների, այս Հայաստանի Սփյուռքի հանձնակատարը եւ բիզնես գործընկերների միջոց առնվազն ամեն երկրից գոնե 5 ցանց գան Հայաստան։ Պետությունը իր վրա վերցնում է ծախսերը, ավիատոմս եւ այլ, հա, դրանք ինչ որ թվեր չեն ելնել, էլի պարզ ասեմ, կարող լինի 100,000 օրինակի համար, հա, բայց բոլորը գան եւ ստիպել արդեն որ մեր դեսպանները արտերկրերում սկսեն աշխատել։ Ես գիտեմ շատ դեսպանների անձնական մոտիկություն ունեն, որոնք բավականին ներգրաված են, արդեն ասեցի Բուլղարիան, հա, բանը, Ռումինիան շատ լավ աշխատում էր մեր Ճապոնիայի դեսպանը, որ հիմա վերադարձել է Արեգը, նույնիսկ շատ լավ է աշխատում Եգիպտոսի դեսպանը Արմենը Սարգսյան, կան շատ լավ աշխատող դեսպաններ, որոնց արդեն կարելի է, բայց կան մնացած, որ պետք է ստիպել, թող բարելն են արդեն այսօր աշխատեն այդ ուղղությամբ, ապահովեն ցանցեր, կապեր եւ այլ։ Սա ամենակարևոր բանն է այսօրվա։ Երկրորդ առաջարկը, ուրեմն Բուրգասում, ինչ է Բուրգասում, որտեղ ամենակարճ ճանապարհն է, եթե ճանապարհը բացվի Թուրքիայից 80 կիլոմետր ընդամենը, եւ ինքը եւ բուլղարների վերաբերմունքը ես տեսել եմ դրական, ահավոր դրական, որ պատրաստ են աշխատել, ծովը կա, բանը կա, հա նավահանգիստները կա, ինքնաթիռը ունեն իրանք։ Մի խոսքով առաջարկել եմ 1 հեկտար Հայաստանի Հանրապետությունը վերցնի տարածք, այդտեղ կառուցի կարգո հաբ,
հա, տերմինալ, որի մեջ կլինի մոտավորապես 3000-ը սառնարանային տնտեսություն, դա մոտ 170 բեռնատարա։ Նույնքան էլ ասենք սովորական եւ ինֆրաստրուկտուրա, հա։ Սա կտա ինչ, տեսեք ինչն է այսօր խնդիրը, մեր արտադրողը անա չի որ բոլորը ամեն մեկը մի ֆուռ լցնում է, հա։ Մեծ մասը նաև հավաքական բեռներ են։ Դե մի պատկերացրեք հավաքական բեռներ, երբ որ այս Փարիզից ուղարկեցի անցած տարի, 6 տարբեր ֆիրմաներ էին, մինչև հավաքվեցին իրար գլխի մեքենան, սրա ապրանքը, սրա թուղթը 2-3 ամիս տևեց։ Իսկ այս մեի դեպքում մենք բոլորը դարձնում ենք տարիքով մարդիկ իրեն հայկով բազայի պահեսներ Եվրոպայում։ Ապրանքը տանում լսում են ընդեղ, որտեղ ընդեղից կա նաև տեսեք Բաթումի Վառնա, Բաթումի Բուրգաս, Լաստանավերը, բեռնատար, որ շատ բավականին էժան են, հա, մյանի համեմատ։ Մենք տանում ենք ընդեղ ունենում ենք ապրանքները, ամեն մի ֆիրմա, որը որ շահագրգռված է, ընդեղից մի պալետ կուղարկի Ռիգա, թե 2 արկղ կուղարկի Բրյուսել, էլ արդեն շատ էժան է արդեն այդ բաները։ Եվրոմիության գոտի, այո, դրանից էլ արդեն ինքը հանգիստ բաժանվում է։ Այդ ծախ սիրը այդ կարող մի 10-15 միլիոն չկազմի, անկեղծ ասած դոլարի մասին է խոսքը, բայց դու ունենում ես հիմա դե չէ տալիս են, ենթադրենք տվեցին 30-400 են տալի էլի այդ եկեք մի հատ հələ ոդկի տեղ ընդեղ ցարկենք Եվրոպայում, որ դա լինի մեր բազաները, հանգիստ մեկ տան ենք լցնենք ընդեղ մեր ապրանքը, դա լմա պետության սեփականությունը։ Աշխատողներ իհարկե այնտեղ նախ շատ լավ օպերատիվ աշխատողներ կա, թիմեր կան, մենյուն տենդեր անեն, ինչ անեն, այդ ինչ որ խնդիրներ չի, սովորական տեխնիկական այսօր մեր նույն պայեսները հազարատ աշխատում են, կարանք ընդեղ կիրառենք։ Դրանից հետո փաստորեն ստեղ եղավ առաջինը, ուրեմն ստեղ այդ իհարկե սերտիֆիկատներ բան ինչ որ բաներ բնականապետությունն արել է, հա, վերաբերում է 50% սերտիֆիկացիայի բանը։ Հիմա լաբորատորիաներն են եկել են Եվրոմիությունից, այսեր կորզումերներ, արդեն պատրաստվում են, որ մի անգամ ստուգվի, որ ուզում ապրանքը տանի, սերտիֆիկատը տան, մարդը տանի։ Հետո այս արագ տեղում անը։ Այո, ստեղ որ արվի, ասենք ես ընդեղ ասեցի, ասենք Փարիզը Ծիրանի համար 3 անալիզ է ուզում, 2 ունենք, մեկը չունենք անբան, էլի։ Մնացածը խնդիր չունենք։ Իրականում ֆիտոն հերիկա պաշտոնական, բայց քանի որ մենք վստահ չենք, այդ լաբորատորիան եթե տան անալիզներ, հա, այդ ծանր մետաղներ եւ այլ, հա, պեստիցիդներ։ Եթե սա ստեղի լաբորատորիան տալիս է որ նորմալ է, այնտեղ էլ մենք խնդիր չունենք։ Այսինքն թող տանեն ստուգեն, եթե լաբորատորիան ստեղի ստանդարտներին նորմալ լաբորատորիա։ Այսինքն Ծիրանի հիմա ինձանից Բրյուսելն ուզում է, Բուլղարիան ուզում է, ինքան Ֆրանսիան ուզում, բոլորը Ծիրան են ուզում։ Ֆուրերով։ Բայց խնդիր կա փաստաթղթի մասով, ինչպես հասկացա։ Խնդիր կա վախի իմաստով։ Փաստաթուղթը ֆիտոն տրվում է, չէ՞, ասենք ստուգեցին երկու։ Բայց եւ այս տանողն է մի քիչ կասկածում իր ապրանքի վրա եւ այն գնորդն է կասկածում որ բանի վրա, բայց եթե ասենք այդ անալիզներն անցան, հա, որ ցույց տվեցին որ նորմալ է, արդեն վախենալու բան չկա։ Օրինակ Գերմանիան տենց խնդիր չունի, Գերմանիա անցած տարել են տարե, հա, մեր Դավիթն է տանում ընդեղի ներկրողը, խնդիր չունի արդեն։ Գերմանիան ունի ֆիտոն ցույց են տալի, արդեն մոտմա Հայաստանի ֆիտոն Հայաստանի ֆիտոն, հա, Եվրոպայի համար խնդիր չի։ Բայց պետք է այդ բաներն էլ ունեն, որտեղ մի հատ արդեն մեջը գտնեն բաներ տեղեկանքը տված որ ճիշտ չլինի, իսկ այնտեղ կարան ստուգեն, էլի բնականաբար, հա, Եվրոպայը կարան ստուգեն, որը որ Ռուսաստանում չէին անում, էս է տարբերությունը։ Եթե լավ ապրանքա ոչ մի խնդիր չկա վաճառքի։ Ես ասում եմ, բոլորը Ծիրան են ուզում այսօր, այդ մեր գործընկերները։ Իսկ հասնելու տեսանկյունից լոգիստիկա։ Հիմա լոգիստիկան անցնենք, լոգիստիկան, հա, խնդիր է, անկեղծ ասած, որովհետև դա պետքա ֆուրը գնա, ինքը թանկացնում է։ Գները բարձրացել են, դուք էլ գիտեք, այս Հորմուզի հետ կապված ինչ որ բաները կարող է իշնի, ինքը թանգոտ է, մոտավորապես 7-8000 եվրո հասնում է։ Արդեն են վերևները հասնելու Գերմանիա բաղման, պրիբալտիկան, երեք ենք ճշտ է գները 7000 եվրոյի կարգի է։ Դա կարելի է նաև համեմատություններ անել Մոսկվայից, դեից որ Մոսկվա հասնում է բեռնատարը որքան։ Երեք եմ ես զրուցել բանի հետ, ուրեմն մինչև դրսի կազմակերպությունների լոգիստիկ, ինքը ասում է 4000-ով մինչև օրինակ բանը Քիշինև կտանենք։ Դա վատ գին չի այսօր։ Հա, ասենք Մոսկվան գնում է 2-3000, դա հիմա իջել է բնականաբար գինը բավականին իջել է, էլի։ Մոսկվան, հա, պահանջար չկա։ Ազատ են մեքենաները, բայց դրա փոխարեն մենք բանակցություններ ենք տանում նաև ես որ տարել էի նաև լոգիստիկ կազմակերպությունների տարել։ Ինչու է սա կարևոր, քանի որ պետությունը երբ որ փորձում է սուբսիդավորի տրանսպորտային ծախսերը արտահանումը պետք է հասկանա համեմատությունը, այսինքն եթե պայմանական Մոսկվա $1500 պետք է հասներ բեռը, այս դեպքում 6-7000, այսինքն 4 անգամ ավելի շատ գումար, եւ եթե պետությունը պայմանական, չգիտեմ,
տալիս է 500 դրամ, որը չի փոխհատուցում տրանսպորտի ծախսը, դա չտալու հավասար է դառնում, հա։ Իսկ մենք նաև այդ հաշվարկները պետք է փոխանցենք պատկան մարմինին, որ իրանք հասկանան, որ շուկաների հետ գործ ունենք։ Հասարակական մոտեցում ցուցաբերենք։ Այստեղ տեսեք, երկու խնդիր կա։ Կան մեքենաներ, որոնք գալիս են Եվրոպայից ապրանք են բերում Վրաստան, Հայաստան եւ համարյա դատարկ հետ են գնում, դա ուրիշ գնենք, հա։ Միգուցե մենք էլ անենք, բայց միևնույն ժամանակ մենք պետք է պաշտպանենք նաեւ մեր լոգիստիկների շահերը եւ փորձենք այս մեր լոգիստիկների կապերը, ես օրինակ առաջարկել եմ այդ կայքերը սկսել սարքել, հա, լոգիստիկայի կայք, որովհետեւ օգտագործենք բոլորի ուժերը, ստեղի լոգիստիկները մենք բանանենք, կապենք դրսի լոգիստիկները, որպեսզի ստեղ էլ չպարաբան չմնան։ Հիմա ինձ դիմել են թուրքական տուրիստական տրանսպորտային կազմակերպություններ, որպեսզի գան Հայաստան։ Բայց ես բերում եմ հասցնում եմ, որ դրանք կապվեն մեր լոգիստիկ կազմակերպությունների հետ։ Համագործակցություն։ Ես անցած տարի մի հետաքրքիր միջոցառում արեցի, հավաքեցի բանին, լոգիստիկ ծառայություններին տարբեր։ 4-5 ավիակամպանիաներ էին, ասենք Air Arabia, Fly Dubai, Aegean եւ այլ հայկական Highways-ը բանը։ Հետաքրքիր մի հատ բան ստացվավ եւ բաները Չինաստանի բանի արդեն մեքենա բանով աշխատողները։ Սկզբից մինչև ժամը 3-ը պետք է տևեր այս հանդիպումը, բայց ժամը 6-ներ չէին բաժանում։ Ինչն էր հետաքրքիր, ամեն մեկը միտեղ ուժեղ էր, արդեն չէին նայում իրար հակառակորդ։ Սա ուժը, ստեղ էր շատ լավ, սրա ուժը էսի Չինաստանից, էսի Հնդկաստանից, էսի ենթալենք Եգիպտոսից ու սկսեցին քննարկել։ Ու այդտենց ծնվում են նոր լավ, ասենք համագործակցություն։ Նետվորքը ամենակարևորն է ցուցահանդեսների, ես ձեզ ասեմ, պրակտիկայով, որ հետ ենք վերադառնում, հասարակ բան ասեմ, Բուրգասից հետ ենք եկել, երեք բոլորը իրար հետ քեֆ էին անում արդեն բանում, հավաքված։ Այստեղ եւ ձուկն է աշխատում, եւ ամեն մեկ տեսեք, Big Market-ի օրինակն ասեմ, 20 ֆիրմա Big Market-ում մասնակցում էր մեր Երևանի Big Market-ում։ Տարբեր ոլորտներ էին, բայց туриզմը աշխատում էր չրի համար, եթե մոտենում են դա ամենամեծերից էր, բոլորի հետ աշխատում են, արդեն այդ աշճանի բան կար։ Նույնը ես այդ բանը ուզում եմ պրոյեկտեմ, ասենք, ոնց որ միջազգային կարգով։ Ես ես հավատացում եմ, որ հանդիպում ենք դրսի իշքան հանդիպումներ ունեցա, բոլորն ուզում են փող եւ հայրենասիրություն իրար հետ լինի, այս երկուսը։ Պարզ ասեմ դες։ Բոլորը, երբ որ փողն է, ես այդ բան չեմ անում, փողն ու հայրենասիրությունը բոլոր հայերը ուզում են անեն։ Ուղղակի հարկավոր երեգին եկե դեկտեմբերի ուրեմն բան կա Փարիզում տոնավաճառ կա։ Երկու օքեյ, երևի այնտեղ դեսպաններից ասել են, եկել են իմ հետ հանդիպման, քննարկում էինք ինչ տանենք, ոնց տանենք, ասում են դուք ասեք մենք էլ ինչ կարանք անենք, լավ մի ենթադրենք ինչ-որ գումարի տարանք վաճառեցինք, օգնեցինք, հա, հայ արտադրողին, էլ ինչ կարանք, քննարկեցինք, բարձրով ինքը 20 տարի աշխատել է Փարիզի այդ պայեստները, կոչվում է Ռեգենսը կոչվում, որը Մոնակոյի չափ է, տարածքային, ես գնացել տեսել եմ, ահա որ իդեալական սարքած, անվտանգությունով, ասում եմ, ես կարամ ապահովեմ բանը, տնօրենի հետ ընդհանուր խոսեմ, ասում եմ, քննարկենք այնտեղ պահեսներ վերցնենք, գոներկատ, այդ նույն տարբերակով, մի հատ էլ Փարիզում թողնի, քանի որ Ֆրանսիան շատ լավ է դրական տրամադրված, ասում եմ, մի գայեք, եթե պետք է ասի պետական նամակ էլ կսարքեմ, որ խնդրում եմ երկու հատ պահես տվեք, մի հատ ծառա, մի հատ ինչ է, բայց դրանով արդեն, էս էլ մի քայլ է մտնելով։ Մյուս քայլը, որ բանից հետո ասեցի, ուրեմն 10 քաղաքներում առաջարկել եմ հայկական մեծածախ բազաներ ստեղծել։ Խոսքը վերաբերում է, ասենք Վիլնյուսը թող ստեղծվի բանի, հա, Սկանդինավիան եւ Մերսբալթյան երկրների 6 երկրի համար ենթադրենք նույնիսկ Փարիզում, ասենք այնտեղ Իսպանիա, Պորտուգալիա, մեկ-մեկ հաշվել եմ։ Այսինքն այն բազաները, ում ես տեսել եմ այդ տղեկի աշխատանքը հայերի, որ շատ լավ ունենք պոտենցիալ, ինչ է պետք։ Ենթադրենք գնում ենք մոտ մի 150-200 քառակուսի տարածք, ոնց որ Վեդենխան, Մոսկվայի պատ, հիշում եք։ Չէ՞ ասենք այդ էլի ծախսերը մի 5 միլիոն 6 միլիոնը չի անցնի այդ քաղաքներում որ գնանք, դա թո 10 միլիոն օրինակ կլինի, հա, բայց դա դառնում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը, այնտեղ լինում է 100 ստենդ ամեն մի տեղ, 100 ֆիրմայի ստենդ օրինակի համար, հա, եւ ամեն մեկը վճարում է $100, 100 եվրո, լավ պայմանական է, դա 10000 եվրո է, չէ՞։ Արդեն դու ենթադրենք Փարիզում 100 եվրո ես վճարում ստենդ ունենալու համար, մեծածախ, այդ 10000 եվրո հերիք անում, որ այնտեղ 3-4 աշխատող պահես, մենեջերներ, որոնք կապ հաստատեն արդեն ցանցերի եւ դիստրիբյուտորների հետ։ Եվ երկու օքել ասենք, որ ներկա է տնտեսական, դա լրիվ հերիք է։ Այսինքն ինչ է, բազան ունեցանք, օրինակի համար, հա, ենթադրենք, վաճառքի տեղերը ունեցանք եւ
Դրանից հետո իրանք էլ արդեն սկսում են միջնորդավճար դե բնական է դիստրիբյուտորները եւ ցանցերը աշխատել։ Շատ լավ, Ինքը շղթա ստեղծած եւ այդ հարցը Եվրոպայի համար կոնկրետ փակվա։ Նույնը իհարկե քննարկել ենք ավելի շուտ Դուբայում եւ այլ, այնտեղ մի քանի առաջարկներ են եղել։ Գաղափարը դա է, ոչ թե արենդան ինքը հանգեցնում է մի տարի հետո տարբեր, գիտեք, հա, ասենք գին են բարձրացնում կամ տեն մեն շատ, արդեն եթե կայացած է այդ տարածքը առևտրային, արդեն դու էլ պետք չես իրեն կանան շարունակեն։ Դրա համար դա պետք է լինի պետության սեփականությունը սկզբից։ Եվ նույնը ասեմ, որ ասենք շատ հետաքրիր առաջարկներ կա, նաև իրանց կողմից տարբեր ձևի առաջարկներ կա, եւ հիմա այստեղ գտնվող շատ են առաջարկները, շատ հեշտ է մտնել։ Ես օրինակ Ռումինիայում հուլիսի 31-1-2-ին 40,000 ռումինացի գայս են հայկական փողոցում ապրանքներից ծանոթանալու։ Հիմա մենք աշխատում ենք, որ այդ 7-8 արդեն եկել են Ռումինիայից, կանչեցինք մեր արդեն 8 ֆիրմա կա, որ կարան ներկայացնեն այնտեղ։ Հա, ասենք ապրանքներ։ Առաջարկները շատ են, ուղղակի հարկավոր է ֆիլտրել, արդյունավետության վրա կանգնել, ամենակիչ ծախսերով ամենամեծ արդյունքը ստանալ։ Իսկ գնայի մասով մեր պրոդուկտների գները մրցունակ են արդյոք եվրոպական շուկայում եւ որ սեգմենտում կարող են գործել։ Չվաճառող ապրանք չկա։ Այո։ Ամբողջ գիտեք, այդ գնայինը մենք կարանք մտնենք վերջին աշխարհում մեր ունեցած արտադրանքի քանակը, եթե նայում ես աշխարհի մարտավով, սա հարցը ինչքանով ենք արդյունավետ ներկայացնում։ Մենք կարանք այդ հայկական օրինակ գնանք, դե գիտեք երևի Ռուսաստանում բոլորը գիտեն, հայկական ապրանքը պետք է լինի որակով եւ մի քիչ թանկ։ Ինք իրան նշան գտել է։ Դրա համար մենք խնդիր չունենք հայկական ապրանքի։ Նույնն այնտեղ, իհարկե այնտեղ ավելի դժվար է, բայց աշխատանք է պետք սովորական։ Մենք այդ նույն հայկականը դες ինչ նախառում։ Հիմա ասենք Ֆրանսիայում չանախ արտադրում, չէ՞, օրինակ համար դա չեն թույլատրում կենթանական ցակման մեր մսամաթերքը բանը ձուկը բացվում արդեն պարկասը եւ ձկան որ տարել էինք արդեն կոնսերվացիան էինք տարել Սևանի եւ դուք չեք պատկերացրել, այդ ինչ խայտարակ հետաքրքիր Փարիզը, բոլոր երկրներն ուզում են արդեն։ Սենց ասեմ, սև խավիարը ներկայացված էր մոտ $400-450 հայկականը, որը իդեալական է։ Պատկերացնեք, այնտեղ 1250 եվրո է, օրինակ եմ։ Տեղը շատ է աշխատել, ուղղակի էս համակարգել, ինստիտուտ ստեղծել։ Սա է բանը, որ ուղղակի արգա շատ արագ ստեղծելու վերջ բանը դա իրականում հայերի համար ճիշտ է ինքը շատ մեծ վնաս է տալի, հա, սանկցիոնը, բայց ինքը ոնց որ Վրաստանին է, ես գիտեմ ոնց Վրաստան դուրս եկավ այդ պատմությունից կապ ունեմ Վրաստանի հետ էլի, հա, այդ ուկրաինյան ոնց իրանց օգնեց կամ բանը Եվրոպան օգնեց։ Նույն բանը մեր մոտ ասա, մենք ունենք օրինակ չրերը, հա, ասենք մոտավորապես մի 30 ֆիրմա իդեալական են իրանց փաթեթավորում, փակեջինգը, բանը, դիզայնը, բանը, որտեղ ասած այդ Եվրոմիության ծրագրերը բավականին օգնել են, վերել են բան, էլի։ Ուղղակի մեր մոտ մի սխալ է, որի սկզբից ես էլ եմ այդ սխալն արել։ Արտադրող, վաճառող, ցուցադրող, դրա համար ես տեսա, որ այդ ձև չի։ Արտադրողը պետք է իր գործարանից կամ իր գյուղից իր բանից դուրս չգա։ Այնտեղ պետք է լինի երկրորդ, արդեն ես դրա համար արտադրությունը զգացի, որ մի քիչ իմ բանը չէ, թողեցի, հիմա վաճառքն է մի քիչ, այնպես չի, որ ես հավակնում եմ որպես լավ վաճառող, որտեղ ես էլ այդ համապատասխան այդ աշճանի կրթություն չունեմ, բան չունեմ, էլի։ Հա, բայց երևի փորձն է, հա, որ ստացվում է, որովհետև երկրորդ այս տարի մի 10 օր առաջ Ղազախստան գնացին, Ղազախստանը արդեն շատ բան պայեց իրան, շատ չոտկի պայեց, ասենց ասած, հա, ճիշտ պայեց եւ նորից բոլորին ուղարկեց, որ իմ ՀԿ-ի միջոցով գան Արտֆուդը, բանը, Մեկոնը, Կիլիկիա բանման եւ հիմա կարտերը չբացեմ, արտակարգ մի երկու ֆիրման արտակարգ արդյունք ունենք։ Սպասում եմ ուղղակի պայմանագիրը կնքեմ, որ մի քիչ ասեմ, որ ստացվա վետել։ Հիմա ուղղություններ ասեմ, աշխատում ենք Եգիպտոսի հետ, փորձենք 120 միլիոնանոց օրինակ։ Ինչ ապրանքի, օրինակ ուղարկելու համար, էլի ավանդական մեր ապրանքների մասին է խոսքը։ Չէ, թողել ստորագրել, որովհետև օրերի հարց է, էլի, շատ մեծ ծավալներ է, все-таки բանը, դե Մոլդավիա, Ուկրաինա, Ռումինիան աշխատում ենք արդեն, Բուլղարիան, Ուկրաինան շատ հետաքրքիր է, Բուլղարիայի միջոցով ենք փորձում, կներեք, Մոլդավիայի միջոցով ենք լոգիստիկայի հարցերը փորձում լուծել եւ բիզնեսմեններն։ Բայց այսպես Ուկրաինան իրոք վճարունակ շուկա է Հայաստանի համար։ Բավականին վճարունակ է։
Մենք մի քիչ բանով ենք նայում, էլի, չէ, փողուն են իրանք։ Դե ասենք բանը Հայկը, օրինակ հայտարարություն արեց 10 ֆուռ ավել վերցրեց, մինչև մի ջերմուկ էր տանում։ Ես ռուսերեն 10 ֆուռ ասավ ավել ուղարկեք։ Ես կապուն եմ այդ բոլորի հետ, էլի, նույնի օգնել եմ իհարկե ջերմուկը Մոլդավիայի լա մտել ինչ որ բաների ստացվում է, էլի լավ բան է։ Իս ջերմուկի մասով օրինակ մենք ունենք ինչ-որ այլընտրանքային ուղղություն այս մասով։ Ճիշտն ասած, հետաքրքիր սիտուացիա Միջին Ասիան ունի հետաքրքրություն, Ղազախստանում կար ջերմուկ արդեն, հիմա մինչև անգամ ունենց էր, որ բանը դիստրիբյուտորը փոխեցին, բայց այն կողքի բաները կա ջերմուկի բան, անկեղծ ասած իմը այդ աշճանի իրանք շատ ուժեղ են, էլի, ես չեմ ուզում, իմը մի քիչ այդ որը ստացվի, ունիկալ ապրանք, ասենք այդ ձկան գործանի ինչի ես միջնորդեցի, այդ այն երկուսից մեկն է, որ ստացավ Ռոսգոսնադզորի թույլատվությունը, այսինքն ես մի քիչ հանգիստ եմ, էլի, պետք է անոնի իմիջի հարցել կա, այն կողմն էլ պետք է գոնե ցույց կտամ, որտես 90 քանի գործանից ես ինքը ստացել է, Աստվածչանի եթե չստացել, ես ինչ անեմ, այդ բանով եմ մասնակցում, որը որ այդ բանով է, հա, այդ ստանդարտներով, այդ սերտիֆիկացիայով բանով անպայման այդ ձև այդ երկրների հետ։ Ջերմուկի մասին ուրիշ չեմ կարող ասեմ, տենց այդ էր, որ Մոլդավիա բան արեցի, հիմա էլի երկու ասիական երկիր կա, փորձում ենք մտցնել, պահանջը կա, բանը կա, բայց դե բոլոր դեպքերում իրանք։ Օրինակ Մոլդովան սկզբնական շրջանում բավական լուրջ խնդիր ունեցավ գիների արտահանման մասով։ Հա, մեր Հայկազովյանյան անալիզ արավ, ելույթ ունեցել է։ Այդ մասով հետաքրքիր խոսեց Հայկազը, իրենք փորձեցին դա լուծել սկանդինավյան երկրների նաև Հայկազ առաջարկում սկանդինավ երկրներում քվոտա ստանալ պետական մակարդակով, դա էլ կարալ դիտարկվի լուծում։ Իրոք ճգնաժամի պայմաններում մարդիկ փորձում են գտնել լուծումներ, ստեղծագործում են, ռիսկի են գնում, որը հանգիստ պայմաններում հնարավոր չի։ Մենք հիմա ճգնաժամային պայմանում ենք գտնվում, մեր արտահանումը այս բավական լուրջ մարտահրավեր ունի, եւ սա պետք է մեզ փորձի այդտեղ նոր առաջարկներով հանդես գալ եւ լուծումներ գտնել։ Ձեր ասած բոլոր ուղղությունները անշուշտ շատ հետաքրքիր, կարեւոր են։ Հիմա ասեմ ամենակարճը, պարոն Պարսյան, ամենահասարակ, իմ ասած դա ինչ որ միջանկյալ եւ բանը ծրագիրը։ Ես խնդրել եմ բանը Բուլղարիայի դեսպանին, Ֆրանսիա եւ Ռումինիա խոսեք ցանցերից մեկի հետ, պետական մակարդակ, ուզում է Եվրոպան օգնի։ Թող ցանցերին թույլատրի դնենք հայկական տաղավար։ Ապրանքի վերջ։ Միանգամից հարցը լուծում է, այս րոպին դրեք հայկական տաղավար, մենք էլ դա ինքը առաջի քայլը, ձեզ չի խանգարում, դուք ուզում եք օգնեք։ Հələ բանա մաքսազերծում եք անում եք, շատ լավ։ Ցանկաց իշքան ցանցեր կա, չէ՞ ասենք։ Ես չեմ ասում վեկալին մեկը չենք էլ հասցնի, անկեղծ ասած, լուրջ մոտենանք։ Հա, միջին ամեն մի երկիր թող մի հատ միջին ցանց տա մեզ։ Եվ դա դրանք մի հատ հայկական տաղավար։ Ուրիշ բան պետք չի։ Այսօր դա հնարավոր է անել, հա, պետական մակարդակով եւ երբ պետական սուտքի մակարդակով բնականաբար։ Մենք էլ մի անգամ հասցնենք բաներ լցենք։ Այնքան տեղը ազատվում ապրանքի կծախվի, արդեն բիզնեսի բանն է, գաղափարն է գալի։ Թող բիզնեսմենը նայում ենք ստանդարտները կան, անալիզները, բաները, որ մենք էլ հայկական ապրանքի իմիջին չկպնել, այսինքն այդ բաները պաշտպանում։ Տանում ենք դնում ենք այնտեղ, որը կծախվի, ասենք, ու բիզնեսմենը թող ինքը որոշի, կհանի, կտանի, հետ կբերի բան կանի, բայց մենք կտանենք լավագույնները։ Եթե ինքը, օրինակ ես շատ վստահ եմ, շատ ֆիրմաներ կան, որ աշխատում եմ, ես էլ եմ ուղարկե եւ Բրյուսել եւ ասենք Փարիզ, բանման, շատ լավ աշխատում են արդեն։ Մտան, ասենք անսովոր էր հայկական ջուր, որ ասենք կարող դուք էլ չիմա, ռիվա ջուր օրինակ։ Երևի դուք էլ չգիտեք կամ գիտեք, չէ՞։ Փարիզում վաճառում արդեն, երեք Փարիզից մարդեր եկեն, ասում են ռիվա ջուրը գիտես ինչ է։ Այն դեպքում որ ես եմ ուղարկի առաջի բարձր։ Ինչ եմ ուզում, ու բավականին թանկ։ Պետք է սովորացնես մեր արտադրանքը շատ լավն է, շատ համով է։ Մենք պետք է սովորացնենք, այդ որակը պահենք, մի քիչ էլ թող ինքը ոչ թանկ լինի։ Ես չեմ ուզում ասենք, հա, իսկ ցանցի վերջնական գաղափարը այդ իմ ասած։ Հայկականից հետո այն մետաքսի ճանապարհի բանն է, դա մեզ հնարավորություն, ես շատ լավ կապեր ունեմ Չինաստանի հետ, Հնդկաստանի հետ, Իրանի հետ, Ռուսաստանի հետ, Եգիպտոսի հետ։ Բոլոր տեղ եղել եմ ցուցահանդեսին, ինքան էժան ապրանք կան, որակով, շատ լավ։ Երբ որ մեր հետ, մերը, ասենք հասկանանք, ասենց հարցերը լուծել ենք, դա այսօր այս շարունակությունները գնան։ Ինչպես եք տեսնում մեր կազմակերպությունների արտահանման հիմնական ուղղությունը բացի Եվրոպայից։ Դուք նշեցիք Չինաստան, Հնդկաստան եւ այս ուղղությունները։
Այս ուղղություններով արտահանում կազմակերպելու համար մեր լոգիստիկ ենթակառուցվածքները նկատի ունեմ երկաթուղու բացումը, ճանապարհների բացումը, ինչ ազդեցություն կարող են թողնել, այսինքն ինչ պետք է անենք այս ուղղությամբ։ Նույն օրինակ քննարկվում է Թրիփի գաղափարը, քննարկվում է Կարս-Բիլիսի երկաթուղու գաղափարը եւ այլ, այսպես ենթակառուցված, դրանք ազդեցություն կթողնեն, ինչ է կարծում։ Իհարկե, միանշանակ ասեմ, իսկ ինչ վերաբերում է Չինաստանին, հիմա էլ է գնում մեր ապրանքը Չինաստան, մի քանի լավ գործարարներ կան, որոնք կարողացել են եւ խմիչքը եւ բանը մտցնեն, իրականում այդ ձևել կա։ Ասենք, իմ գործընկերներից այնտեղ շատ լավ ընկեր ունեմ, որը առաջարկում է հիպերմարկետ կա, մոլ կա, որը 1.200.000 այցել ունի օրը։ Ասենք այնտեղ 50 քառակուսի գնաց է խոսել է մինչև անկամետները 50 քառակուսի 100 քառակուսի վերցնում ենք ինչ որ կավատկերացենք ինչ որ հարց է լուծում էլի այդպես բոլոր դեպքերում ուզում ասեմ այստեղ ամենահետաքրքիրը որ մեզ ես հասկացա հայրին չարժի եղել առևտրային այդ ջղի վրա կարող է իհարկե ռազմականում մի քիչ թույլ ենք եւ այլ սարքենք կամ ինչ որ բաներ հասկանալ այդ-ին դե արդեն բանա չէ ասենք ոդկայական ուժեղ կան ահագին բաներ հատկապես առևտրային ջղի վրա պետք է հայրին եղել որտեղ այն ֆոկուսները ոնց որ հա ասենք այսօր ինքը հանգիստ ծիրանը երեք խոսում եմ որ ասեցի ասում եմ ինչի՞ չեք բերում Երևանի բակերում հա ծիրան արտադրողները ասենք հեսա իշնելու 200-250 դրամի մեկը հա իմ այս բանը Ինչի՞ չեք բերում բակերում դնեք, ասենք 500 կիլո այդ գյուղից թող մեկը բարձի, հավաքվեք, երկու ավտոյի։ Ամեն մի բակում Երևանի, ասենք 500-ով դրեք ծախելու, 400-ը ձեզ կմնա, 100-ն էլ, ասենք 500 կիլոյի դեպքում արել, թողնա այդ վարորդին։ 50,000 վարորդը կաշխատի մի քիչ ծախսերը հանած, դուք էլ ձեր 400 կստանաք 250-ի տեղ։ Այսինքն օպերատիվ բաներ էլ է պետք է դրանով ծիրանն էլ կպրծեն 500,000 գոնե ընտանիք կլինեն որ 10-20 կիլո ծիրան կուտեն արդեն տակը բան չի մնացել ում ասում դրանց խնդիրներ չկա հարկավրա նաև ներսն էլ ճիշտ կազմակերպել ասենք ինքը ասում է ճիշտ ասած վախենում ենք որովհետև Երևանում շրջիկ առևտուրը արգելված է ասում լավ բան չկա այս րոպեն կա բանը հա արտակարգ իրավիճակ մի հատ դիմեք բան արեք թող հանեն իրա բերեք դրեք ծախեք մենք էլ նորմալ ծիրան առնենք ոչ թե ասենք 1200-ով կամ բան ասենք 500-ով առնում, դուք էլ ձեր բանը կա, հեսա արդեն կանգնելու եք փաստի առաջ արդեն չեն։ Պարստը հարկային թեմաներ է կարողանին։ Դե գյուղացիներում կարծեմ հլավոր բանը չկա այդ ֆիրմայի բանը։ Բերեն կենտրոնում կամ քաղաքում։ Դե գիտեք ոնց է, սենց վիճակն էլ վիրավիճակն ինչի՞ մաս դա չի քննարկում։ Դրա համար եմ ասում, այսօր օպերատիվ բան է։ Օպերատիվ լուծումներ, քաղաքապետարան, հարկային, հա, տարբեր ՀԿ-ներ, գործարարներ պետք է համատեղ գտնեն լուծումներ առաջ գնան։ Այստեղ իրոք են բանի, այսպես տարի հետևիշ պետք է անգնենք, որ միանշանակ բերքը կամ գյուղացում սննկացնենք։ Եթե գյուղացին կորցրեց իր բերքը չկարողացավ իր բերքը վաճառի, տարբեր պատճառներով օբյեկտիվ սուբյեկտների ինքը լուրջ խնդիր ունենալու ոչ միայն այս տարի, նաև հաջորդ տարի, այսինքն ինքը ամբողջ ցիկլով իր խնդիրը ֆինանսական ունենալու խնդիրն է։ Հետևաբար մենք պետք է այս հարցերը լուծենք շատ արագ, հրատապ, ստեղծագործական մոտեցում ցուցաբերենք, ճկունություն ցուցաբերենք եւ կարծում եմ կհաղթարենք այս դժվարությունը եւս, մինչեւ գտնենք արդեն երկարաժամկետ արմատական լուծումներ։ Շնորհակալ եմ պարոն Մարության հետաքրքրության համար, ձեր կազմակերպությունը բավականին լուրջ առաքելություն է իրականացնում, աշխատանքներ է կատարում, մենք պատրաստ ենք մշտապես աջակցել, լուսաբանել ձեր գործունեությունը, դա աստված մեր արտահանման շուկաները էլ ավելի դիվերսիֆիկացվեն եւ ընդլայնվեն։